Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենաթեժ ու հետաքրքիր սերիաները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին, որովհետև հետաքրքիր է, թե ինչպիսի հանգուցալուծում է ունենալու հեռուստասերիալը։ Բայց հեռուստասերիալը դեռ նոր է սկսվել, այնպես որ դեռ բավական երկար ժամանակ կա հեռուստաէկրաններին վայելելու մեր կողմից սիրված դերասաններին։ Իսկ հեռուստասերիալում իրադարձությունները թեժ են ու լարված։ Նարէն հույս ուներ, որ հայրը իր կողքին կլինի, եթե նա պատմի ճշմարտությունն Արմոյի մասին, բայց ինչպես պարզ դարձավ նախորդ սերիաներից, հայրը չի էլ պատրաստվում պաշտպանելու Նարէին, այլ նա Արմոյի կողքն է լինելու, որովհետև նրանք միմյանց հետ ոչ միայն մութ գործեր են անելու, այլ նաև անում են ու Նարէն ու Հայկը միասին չպետք է լինեն։ Նարէի մայրը հասցրել է արդեն հորը պատմել, որ նրանք հանդիպում են։ Իհարկե, նրանք սխալ կարծիք են ունեցել, բայց միևնույն է, Նարէի հայրն արդեն նման փորձ ունի, նա իր հարազատ քրոջը ուղղակի տանից դուրս արեց միայն այն բանի համար, որ նա հանդիպել էր ընկերոջ հետ։ Քաջիկ Նովարփիի հայրն էր, Սաքոյին պատմել էր, որ տեսել է նրան իրենց տանը գիշերը, և այդ ամենը ողբերգական ավարտ ունեցավ։ Եվ ինչպես պարզ է դառնում, կարծեք թե Քաջիկը որոշել է վերադառնալ, և վերադառնալու է գաղտնիքների բացահայտմամբ։ Իհարկե, միայն Քաջիկը չի վերադառնալու, այլ նաև այլ նոր կերպարներ։ Սոնան տեսնելով Արմոյի ու Նարէի կռիվը, բնականաբար առաջինը զանգահարում է Վռամին, որպեսզի իմանա, թե ինչպես է իրեն զգում Նարէն, բայց Վռամը հեռախոսազանգերին չի պատասխանում ու Նարէն ստիպված է լինում ձայնային հաղորդագրություն ուղարկել Վռամին։ Բայց վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Վռամը արդեն այն դաժան կերպարը չէ, որ հեռուստասերիալի սկզբում էր, և նա կանգնելու է քրոջ կողքին անկախ ամեն ինչից։ Առանց այն էլ Վռամն արդեն կասկածներ ուներ Արմոյի հետ կապված, և նա այլևս չի վստահում և բնականաբար առաջին բանն ինչ անելու է, նա գալու է ու Արմոյի հետ կռիվ սարքի։ Այս ամենի տեսագրություններն արդեն կան ինստագրամյան պաշտոնական էջում, որտեղ հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Վռամն ու Արմոն կռվում են, և Վռամը հարվածում է Արմոյին։ Իհարկե, Արմոն էլ արդեն այն Արմոն չէ և բնականաբար վրեժ է լուծելու, և այս ամենը վերածվելու է իսկական ծեծկռտուքի։ Հայկն էլ արդեն ծանր վիճակում է, քանի որ բանտից դուրս գալուց հետո նա տեղեկություն չուներ Մոսկվայում գտնվող եղբոր մասին, և ահա Նարէն նրան տեղեկացնում է, որ նա այդքան էլ լավ շրջապատ չի ընկել ու ծեծկռտուքի մեջ է ընկել։ Թե ինչ է տեղի ունեցել եղբոր հետ և նա արդյոք կվերադառնա Հայաստան ու կմիանա դերասանական կազմին, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում, որտեղ մշտապես կազմակերպվում է հարցուպատասխան, նման հարցուպատասխաններից մեկի ժամանակ հետևորդների կողմից տրվող հարցերից մեկին, թե արդյոք սպասվում է նոր կերպար սերիալում, թե ոչ, պատասխանն էր այո, և լուսանկարն, ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, Նոնա Սաֆարյանի լուսանկարն էր։ Բնականաբար ենթադրություններից պարզ է դառնում, որ Նոնա Սաֆարյանի մարմնավորած կերպարը այդքան երիտասարդ հնարավոր չէր վերադառնալ, և հնարավոր է, որ նրա դուստրն է, իսկ դա կնշանակի, որ վերադառնում է նաև Հայկի քուրը, քանի որ այն ժամանակ Նարէի հորաքույրը կապված էր Հայկի հոր հետ։ Նարէի հայրը սպանեց Հայկի հորը, իսկ քրոջը տանից դուրս արեց։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր սերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը առջևում է, նաև չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ում եք հասցրել սիրել այս հեռուստասերիալում և ում մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք նաև, որ նոր դերասաններ են սպասվում հեռուստասերիալում և նոր կերպարներ, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։
Հեռուստադիտողներին հետաքրքրում է նաև, թե ինչպես է վարվելու Վռամը Արմոյի հետ և ինչպես է վարվելու Նարեի հայրը Արմոյի ու Նարեի հետ, արդյոք Նարեին դուրս կանի տանից, թե հարսանիք կկազմակերպի այս անգամ և քրոջ նման դուրս չի անի, չնայած որ խոսակցություններից մեկի ժամանակ նա ասել է, որ պատվի մարդ է և ճիշտ եք համարում, որպեսզի նա դուրս անի տանից և այդպես պատվի հարցը համարի լուծված։ Եվ արդյոք ճիշտ եք համարում Նարեի մայրիկի գործողությունները, նա պետք էր հորը պատմեր այդ ճշմարտությունը և ասեր, որ Նարեն ու Հայկը հանդիպում են։ Իհարկե, հեռուստադիտողները հեռուստասերիալի հենց սկզբից արդեն ենթադրում էին, որ Նարեն, ինչպես Սոնան է ասում, մինչև ականջների ծայրը սիրահարված է Հայկին, արդյոք պետք էր, որ նման գույներով ներկայացվեր հորը նման գաղտնիքը։ Դե ինչ, կիսվեք ձեր կարծիքներով, գրեք մեկնաբանություններ բաժնում ձեր ենթադրություններն ու սպասեք նոր ու հետաքրքիր տեսանյութի, որը քիչ անց կներկայացնենք ձեր ուշադրությանը։